Օրը մեռելուց է։ Այսօր շատ շատերդ եղել եք եկեղեցում, հիշատակել եք ձեր ննջեցյալներին, գերեզմաններում եք եղել, աղոթել եք նրանց համար, բայց մենք քիչ ենք տեղեկացված, թե ինչ է մեզ սպասվում մահից հետո։ Հաճախ մենք մտածելով մեր ննջեցյալների մասին մոռանում ենք, որ մեկ օր մենք էլ պիտի նրանց միանանք։ Մենք էլ ունենք այդ ճանապարհը, որը պիտի անցնենք։ Ուզենք, չուզենք, միևնույն է այդ ճանապարհը ամեն մեկն էլ պիտի անցնի։ Դրա համար որոշեցի ձեզ համար ընթերցել երանելի վարդապետ Վարդան Այգեկցու բացատրությունը, թե ինչ է լինում, երբ մարդը մահանում է։ Հոգիների մասին, թե ինչպես են ապրում կամ ինչպիսին է նրանց հանգիստը։ Եկեք տեսնենք, թե ինչպես են ապրում ննջեցյալների հոգիները եւ կամ ինչպիսին է նրանց վիճակը, որովհետեւ բազում սուրբ հայրեր շատ բաներ ասացին այստեղից գնացածների մասին։ Եվ արդ, երբ ինչ որ դիպվածից, որոգայթից կամ պես ցավերից մարդ հանկարծամահ է լինում, նրա պահապան հրեշտակը վերցնում է նրա հոգին եւ բարձրացնում երկինք, ուր համբարձվեց մեր Տերը եւ մեզ համար ճանապարհ հարթեց, որը նախորոք փակել էր Ադամը։ Իսկ արեգակից վերև մինչև ջրամաս կամարը դառնագույն խավար է։ Այդտեղ բնակվում են չարատեսիլ դևերը։ Եթե ննջեցյալի հոգում նրանք տեսնում են մեղքերի նշան կամ գիր, որոնք գործել տվեցին մարդուն, գալիս են ընդառաջ եւ ջանում են հոգին հափշտակել հրեշտակից, հույժ նեղելով նրան։ Իսկ հրեշտակը թույլ է տալիս, որ փոքր ինչ նեղեն ասելով, ինչու գործեցիր դրանց կամքով, իսկ հետո սաստում է հրեգավազանով, որից հալածվում են դևերը։ Հրեշտակը մեղապարտի հոգուց ինչպես թունավոր, չարավակույտ, թարախակալած, ժանտահոտ մարմնից գարշում է եւ տրտում դեմքով նայում նրան, իսկ արդարի հոգին վերցնում է եւ ուրախ կերպարանքով զվարթերես համբուրում նրան, ինչպես մայրը մանկանը։ Եվ հրեշտակների գնդերը ընդառաջ են գալիս։ Գալիս են նաև դևերը եւ իրենց լիրբ չարությամբ ջանում են նեղել արդարների հոգիները, թեպետև նրանց մեջ չեն տեսնում իրենց նշանները, բայց հրեշտակի կողմից գանահարվելով տրտում, հալածվում են։ Եվ այս սոսկալի եւ անծանոթ ճանապարհի նեղությունների ու տառապանքների պատճառով, որոնք պատահում են հրից եւ դևերի խավարից վեր գնացողներին, որովհետեւ ահաստու է ճանապարհը ու անընտել, Աստվածածին արտասվելով աղոթեց եւ հրեշտակին, որն ավանդել էր կամենում նրա մաքուր հոգին, ասաց. Չեմ գա քեզ հետ մինչև չգանա, ով ստեղծեց ինձ, Հիսուս Քրիստոսը, որը ինձնից մարմնացավ։ Նաեւ Գույս Հովանեսը Քրիստոսի սիրելի աշակերտն ու Սուրբ Ավետարանիչը բազում պաղատանքներով ու արտասուքով աղոթք մատուցեց Աստծուն, որ իրեն փրկի նեղ ու դառը ճանապարհից, ասելով այսպես. Թող ընդարմանան չարի իշխանները, հալածվի հուրը, վերանա խավարը եւ այլն։ Ապա վայ մեզ եղկելիներիս, ինչ է վիճակվելու մեզ մեղքերով շաղախվածներիս։ Քանզի եթե սուրբերն անգամ երկնչեցին, զարհուրեցին ինչպես դժոխքից ու աղոթեցին Աստծուն նեղ ու դառնատեսիլ ճանապարհի համար, ապա տես թե մեզ որքան է պետք արտասուքներով պաղատել Աստծուն։ Եվ տանելով հոգուն երկրպագել են տալիս Աստվածության աթոռին եւ արդարներին քիչ հեռու են դասում մեղավորներից։ Եվ նրանք Աստծո հրամանի մեջ են ըստ գրքի, արդարների հոգիները Աստծո ձեռքին են եւ չարը չի մոտենա նրանց։ Թեպետ նրանք մարդկանց աչքում մեռած համարվեցին, սակայն անասելի խաղաղության մեջ են ըստ Տիրոջ հրամանի, որ ասում է. Մահվանից կյանք տեղափոխվեցիք։ Եվ երբ հոգին բաժանվում է մարմնից, ինչպես չար կապանքից, 7 նապատիկ իմաստանում ու թեթևանում է, որովհետև ազատվեց, եւ անհոգ է, անխռով ու աներկյուղ, զարմանալի հանգստության, խաղաղության եւ անզբաղ զգայության մեջ, ինչպես ասացին երանելի մանուկները, որոնք Եփեսոսում հարություն առան մեռելներից։ Ուրեմն հիրավի Հովանես Ավետարանիչը արդարի մահն առաջին հարություն կոչեց, որովհետև նա ով վախճանվում է հավատով ու բարի վարքով, համարվում է, թե հոգին հարություն առավ, որովհետև ազատվեց մարմնական ախտերից, թեթևացավ ու անհոգ եղավ մեղքերի ահից։
Եվ այն պահին, երբ հոգին դուրս է գալիս մարմնից, գիտակցում է, որ ազատագրվեց, տեսնում է հրեշտակներին ու ճանապարհը։ Նաև իմանում է, որ կան ազգեր ու նրանց պահապան հրեշտակներ։ Տեսնում ու իմանում է նաև, թե ինչ է ժառանգելու վերջին օրը, սակայն չի կարողանում իմանալ, թե ինչպես են աշխարհում կենդանի ապրողները, որովհետև չի կարող վերադառնալ աշխարհ ըստ գրքի։ Հոգին, որը դուրս է գալիս մարմնից, այլևս չի վերադառնում։ Սուրբ հայրերի բազում քննություններից սովորեցինք, որոնք ասացին. Աստծո սիրելի մեծագույն ընտրյալ սուրբերից մեկն անգամ չի կարող վերադառնալ մեզ մոտ։ Իսկ Աստված, որ խոստացավ ու սիրում է նրանց, լսում է մարդկանց, որոնք սուրբերի միջոցով աղաչում են իրեն եւ փրկում նրանց սուրբերի բարեխոսությամբ։ Եվ իր ողորմությունն ու նախախնամությունը կամ էլ հրեշտակին սուրբերի նմանությամբ երևացնում է ու արագ հասներով օգնում է նրանց, ովքեր խնդրում ու աղաչում են նրան։ Աստված այս անում է ի պատիվ սուրբերի նրանց կրած չարչարանքների համար, որոնք սիրեցին իրեն։ Եվ սա աշխարհի համար մեծագույն շահ ու օգուտ է։ Թող մեզ վկա լինի սուրբ եւ մեծ հայրապետ Նիկողայոսը։ Երբ նա դեռ մարմնով ապրում էր այս աշխարհում, շատ անգամներ երևում էր տարբեր երկրներում եւ օգնում, ծովում կամ ցամաքում իրենից օգնություն խնդրողներին։ Սուրբ Նիկողայոս քանչելագործը շատերին էր օգնում, սակայն ինքը չէր իմանում եւ չէր էլ շարժվում իր բնակավայրից։ Ահա սիրելի, հայտնի է, որ Աստված նրա աղոթքներով լսում էր խնդրողներին եւ հրեշտակին կամ իր նախախնամությունը նրա կերպարանքով երևացնում ու փրկում էր նրանց։ Այժմ էլ ըստ Հովհաննեսի կան սուրբերի հոգիներ, որոնք Աստծո սեղանի հովանու ներքո են, ինչպես գրված է Հայտնության գրքում։ Մի խաբվիր, մինչև Քրիստոսի գալուստը ոչ արդարները պսակ ունեն եւ ոչ էլ մեղավորները տանջանք, բայց կան մարդիկ, որոնք տգիտաբար ասում են, թե ունեն։ Բայց այժմ էլ սուրբերը տեսնում են այն պատիվը, որն իրենց տալու է Աստված եւ պաղատում են նրան։ Տուր մեր վարձը եւ անօրեններից առ մեր վրեժը, ինչպես գրված է Հայտնության գրքում։ Իսկ Աստված, ուղարկելով մխիթարության լուսազարդ պատմուճանը, ասում է նրանց. «Համբերեք մի փոքր, մինչև գան ձեր ծառայակիցները եւ հասնի վախճանը, որպեսզի նրանց ու ձեզ միաժամանակ պսակազարդ փառավորեմ ըստ ձեր վաստակի, որովհետև այս է ինձ հաճելի եւ իմ ընտրյալների թիվը չի լրացել»։ Եվ այս մասին ստույգ իմացավ անճառելիների տեսնող Սուրբ Պողոսը եւ ասաց. Առաջին արդարները մեծ հավատով եւ հաստատուն հույսով իրենց քրտինքով վաստակեցին, սակայն չստացան ավետիս, այսինքն հատուցում։ Եվ Աստծո կողմից այս է, որ լավագույն է համարվում, որ առանց մեզ չհասան լրումին, այսինքն պսակին, ինչպես որ Թեսեր հայրը, որը համեղ խորտիկներ է պատրաստել իր որդիների համար եւ չի դնում սեղանին, երբ հանդից վերադառնում են որդիներից մեկը կամ երկուսը, այլ սպասում է մինչև բոլորը հավաքվեն, ապա միայն սեղանին է դնում անուշահամ կերակուրները բոլորի առջև։ Իսկ մեղավորները տեսնում են դառատանջանքներ, որոնք պահված են նրանց համար, եւ արտասվելով պաղատում են Աստծուն եւ ասում. «Մի կանգնեցրու հանդիսավոր ատյանում եւ մի իրագործիր խորհրդավոր դատաստանը, այլ ներիր մեզ մարդասեր»։ Մինչ այդ արդարները ցնծում են եւ համարում, թե ստացել են իրենց հատուցումը, որովհետեւ տեսնում են բարի պսակն ու գիտեն, որ Աստված կտային իրենց։ Մեղավորները ցավագին դողում են տանջանքների ահավոր սպառնալիքներից եւ չարաչար ու անմխիթար սուքով արտասվահեղ կոծում են նախքան այն ստանալը, որովհետեւ տեսնում են բազմակերպ տանջանքներն ու գիտեն, որ դրանք պահված են իրենց համար։ Ինչպես այն թագավորը, որ երկու մշակի նետեց միևնույն բանտը եւ երեկոյան մարդ ուղարկեց եւ հայտնեց, առավոտյան արեգակի ծագելուն պես ձեզնից մեկին չարաչար կսպանեմ սրատելով, իսկ մյուսին թագավորությանս հավասար պատվի կարժանացնեմ։ Թվում է նրանցից մեկը մինչև առավոտ մահվան ահից բազում անգամ կմեռնի եւ կհամարի, թե ինքը մեռած է եւ մեծ ողբով կպաղատի Աստծուն, որ չծագի արեգակը, որն իրեն մահ է բերելու։
Իսկ մյուսը կցնծա ողջ գիշեր եւ սաստիկ խնդությունից քուն չի մերձենա նրան եւ կհամարի թե արդեն պատվի է արժանացել թագավորի հետ եւ պաղատանքով անընդհատ ընկնելով Աստծո առաջ կաղաչի որ հալածվի գիշերվա խավարը եւ արագորեն ծագի արեգակը բարի ավետաբերն ակնկալվող թագավորության։ Ահա ճշմարիտ մի օրինակ արդարների ու մեղավորների մասին։ Սակայն ով Քրիստոսասեր իշխան նաև այս իմացիր եւ ստուկ այդպես է, որովհետեւ կան շատ մարդիկ, ովքեր սուրբ պատարագով եւ աղքատներին տրվող ողորմությամբ, ինչպես նաև սուրբերի աղաչանքներով իրենց ննջեցյալներին հանում են դժոխքից, որովհետեւ Աստված անոխակալ է եւ ողորմած եւ սովոր է այլոց աղերսներով փրկել ուրիշներին, ինչպես մոր աղերսներով փրկեց դստերը եւ բերողների հավատքով անդամալույծին բժշկելով առողջացրեց, ինչպես կարդում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարանում։ Ահա տեսնում ենք, որ իշխանների կամ թագավորների բանտից մահապարտներն աղաչանքով ու փրկագնով ազատվում են։ Արդ եթե մարդ արարածը լսում է աղաչանքներն ու ողորմում է, ապա Աստված որքան ավելի է լսում աղաչանքները մատուցված սուրբ պատարագի եւ աղքատներին ողորմություն տալու միջոցով։ Եվ քաղցր գթությամբ ողորմում է եւ ազատում հոգին դժոխքից ու տանջանքներից։ Դրա համար եւ դու, ով Քրիստոսասեր իշխան, անմոռաց հիշիր քո ննջեցյալներին եւ խնամք տար նրանց ողորմությամբ ու պատարագներով, որովհետեւ ննջեցյալների ակնկալությունն ու հույսն Աստված է, ինչպես եւ մեր, որովհետեւ չկա որևէ մարդ, որ կարողանա առանց մեղքի դուրս գալ այս աշխարհից։ Քանի որ ննջեցյալները մինչև 7 սերունդ մնում են պաղատելով Աստծուն եւ ակնկալելով, որ իրենց ազգից հայտնվի բարի, սուրբ եւ ողորմած մի մարդ կամ սուրբ քահանա, որը կջանա պատարագներով եւ ողորմությամբ ազատել իրենց տանջանքների սպառնալիքներից, որոնք պատրաստված են իրենց համար։ Իսկ ննջեցյալների հիշատակը, որը կատարում ենք ողորմությամբ, պատարագով եւ աղոթքով, հրեշտակը տանում է եւ դնում է ննջեցյալների առաջ, որից նրանք հույժ զվարճանում եւ ուրախանում են։ Թող մեզ վկա լինի այն մանուկը, որը մնաց Ղեմես հայրապետի գերեզմանում եւ ժողովուրդը կատարեց տոնը ու գնաց։ Ծովը ծածկեց եկեղեցին ու մանկանը։ Մանկան մայրը Կիրակի եւ շաբաթ օրերին քահանային տանում էր նաշի, գինի եւ ձետ, որպեսզի պատարագի ժամանակ ննջեցյալների հետ միասին հիշատակի նաեւ իր մանկանը։ Իսկ մանկան պահապան հրեշտակը գալիս քահանայի ձեռքից վերցնում էր այդ ամենը եւ տանում դնում երեխայի առաջ։ Բայց ննջեցյալների հիշատակը արժան չէ կատարել զրկանքներից, տուգանքից, առևտրից կամ էլ գողությունից ստացված միջոցներով։ Ավելի լավ է այդպիսի բան չանել, որովհետեւ Աստված կբարկանա, չի ողորմի եւ չի ընդունի ընծան։ Այլ պետք է կատարել արդար վաստակից կամ սեփական իրավացի ու արդար հասույթից, որը մուտք է գործում գավառից ու շենից։ Եվ Աստված մեկին հարյուրապատիկ կպարգևի ու շատ կուրախանա, թեպետև քո ննջեցյալներն են եւ ոչ թե օտար։ Քանզի նաեւ գիտեմ, երբ տեղից տեղ էի շրջում մեր երկրում, հանդիպեցի բարեսեր կրոնավորների, որոնք անհիշատակ ու ընդհանուր ննջեցյալներին բազում ծախսերով հիշատակում էին պատարագներով ու ողորմությամբ։ Եվ Աստված մեծ ուրախությամբ ընդունում է այն եւ մեկի փոխարեն 100-ը պարգևում։ Ինչպես որ հոգին մեծ է քան մարմինը, նմանապես էլ առավել է վարձքը նրա, ով ողորմություն է անում հոգու համար եւ ոչ թե մարմնի։ Եվ արդ այս իմանալով անմոռաց հիշենք ննջեցյալներին, որքան որ մեր կարողությունն է, որովհետև Աստված ուրիշների միջոցով էլ մեզ համար կպատրաստի։ Եվ Աստված թող ծագեցնի իր փառքի ու գիտության լույսը քո հոգում, որ հոգ տանես քո եւ քո ննջեցյալների հոգիների համար, նաև ատես աշխարհի վայելքներն ու սիրես Աստծո փառքը, անմոռաց պահես քո աչքերի առջև Աստծուն ու նրա հազդուատյանը, արդարների հանգիստն ու մեղավորների տանջանքները, ինչպես նաև բարին գործես այս կյանքում եւ հասնես երկնքի անճար արքայությանը Աստծո բոլոր սրբերի եւ սիրելիների հետ, քո ննջեցյալներով հանդերձ մեր Քրիստոս Աստծո շնորհներով, ով օրհնյալ է միշտ Հոր եւ Սուրբ Հոգու հետ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Փառք ամենասուրբ երրորդությանը։
Սիրելի քրիստոնյաներ, հիշեք ձեր ննջեցյալներին, աղոթեք նրանց հոգիների համար, հիշատակեք նրանց պատարագների ժամանակ։ Թող որ նրանք ուրախանան ձեր աղոթքներով, թող որ մխիթարվեն։ Այս ամենը լսելուց հետո ավելի հաճախ աղոթեք նրանց համար, ամեն օր, եւ նաեւ ձեր հոգու համար, այն օրվա համար, երբ որ մեր հոգին պիտի ելնի այս աշխարհից։ Երբ որ մենք պիտի հրաժեշտ տանք այս աշխարհին, հարկավոր է այդ օրվա համար աղոթել, որպեսզի մեր վերջին այդ օրը մենք մխիթարությամբ անցնենք անանց աշխարհ, որպեսզի մեզ դիմավորեն Աստծո հրեշտակները եւ ոչ թե դիվային իշխանությունները, որպեսզի խաղաղությամբ անցնենք այդ ճանապարհով եւ ճանապարհի մաքսավորները, ովքեր պիտի գան եւ մեզանից մեղքերի հատուցում պահանջեն, ովքեր պիտի գան եւ իրենց գիրը փորձեն գտնել մեզ վրա, չգտնեն մեզ մոտ այդ գիրը, պարտք ու պահանջ չունենանք նրանց հետ։ Սրա համար հարկավոր է շատ աղոթել, սրա համար հարկավոր է, որպեսզի մենք պատվիրանապահությամբ ապրենք, ապաշխարենք, խոստովանենք մեր մեղքերը, մասնակցենք սուրբ պատարագներին, ճանաչենք մեր ուղղափառ հավատքը, մեր դավանությունը ուսումնասիրենք, մեր հայրերին ընթերցենք, նրանց խրատներով առաջնորդվենք, քանզի նրանց խրատները ամբողջը բոլորը սուրբ գրքից են, այսինքն նրանք սովորեցնում են մեզ ապրել սուրբ գրքի պատվիրաններով, Աստծո խոսքով։ Սեր ու խաղաղություն ամենքիդ, Աստված թող ողորմի բոլորիս ննջեցյալների հոգիները։ Եվ նաև հարկավոր է սիրելիներ, հեռու մնալ տարատեսակ աղանդներից, որովհետև բոլոր աղանդները տանում են մարդկանց կործանման, եւ կործանվում են ոչ միայն այն մարդիկ, ովքեր ապրում են այս աշխարհում, այլև նրանց ննջեցյալները, ովքեր ոչ աղոթող ունեն, ոչ հիշատակող։ Աստված օրհնի բոլորիդ, թող որ Տիրոջ աջը պահապան լինի բոլորիս։ Ուզում եմ, որպեսզի մենք բոլորս միասին քայլենք Աստծո պատվիրանների ճանապարհով եւ անպայման միշտ իրար հիշենք մեր աղոթքների մեջ։ Քրիստոս հարիավ իմերելոց